Սարգսյան, միանգամից Ալաշկերտը անցավ գրոյի Կարեն Նալբանդյանը մոտ տարածությունից ուղիղ Ղազարյանի վրա կատարեց շատ ակտիվ մեկնար, գրոյից հետո կշարունակեմ եւս մեկ փոխանցում Տուգանային հրապարակ այստեղ էլ Եզրափարքսյան համար 7 Նարեկ Հովանիսյան համար 29 Արթուր Ասկարյան համար 14 Պողոս Կրմզյան համար 8 Սեդրակ Մովսիսյան համար 10 Դավիթ Հարությունյան համար 5 Կարեն Հովակիմյան եւ համար 23 Մայքլ Ասիրյան Մեկ փոփոխություն է կատարել ԲԿՄ-ի գլխավոր մարզիչը Արմեն Գյուլբուդաղյանցը նախորդ խաղի համեմատ Արման Իսանյանին փոխարինել է Ալյոշա Խաչատրյանը պաշտպանությունում փոփոխություններ կան նաև Ալաշկերտում ընթացքում կնշենք ասկա այսօր խաղում ԲԿՄ-ն 4 պաշտպան Եվ արջևի գծում կարող է 4-3-3 կամ 4-2-3-1 դասավորությամբ խաղալ արդեն ըստ խաղի սցենարի Եվ իհարկե ըստ առաջնահերթության բավական ունիվերսալ ֆուտբոլիստներ ունի Գյուլբուդաղյանցը արջևի գծում խաղացողներ, որոնք տարբեր դիրքերում կարող են ելույթ ունենալ Ալաշկերտ դարպասում համար 24 Արսեն Բեգլարյան, համար 8 Էդգար Փիլոյան, համար 5 Դավիթ Տերտերյան, համար 4 Յարոսլավ Մատյուխին, համար 10 Օլավալե Ֆարայոլա, համար 11 Մոմոտուրե, համար 7 Միավակ Կարեն Նալբանդյան, համար 88 Ռաֆայել Ժեզուս, համար 55 Հակոբ Ակոբյան, համար 3 Սեզար եւ համար 14 Դոմի Մասում Ալաշկերտի գլխավոր մարզիչը Վահե Գևորգյան Նախորդ խաղի համեմատ երկու փոփոխություն ատեստում է Կարեն Նալբանդյանը դերվագի գտնապատկերը սովորաբար այսպիսի դիրքերից ծրծակիցների Նալբանդյանը չի ներում, բայց իհարկե որտեղ նաև անակնկալ գրով ստացվեց Ալաշկերտի կատարմամբ տպավորություն էր, որ ամեն ինչ կարգին է ԲԿՄ-ի պաշտպանությունը, բայց այս փոքրից սխալ, որից հետո միանգամից կարող էր հանդիպման արշիվը բացվել Սեյն Ադեբայոյին կիսապաշտպանությունում այսօր փոխարինել է 88-ամյա Ռաֆայել Ժեզուսը եւ Եզրային Ֆինգերի դիրքում Սաբոբոյի փոխարեն այսօր մեկնարկային րոպեներից խաղում է Ֆարայոլան, որը բացում է հանդիպման արշիվը 1-0 Շեց գնդակը Ֆարայոլան ու հեռանկյունը գրավեց Նայք Ղազարյանի պաշտպանած դարպասի Այսպիսի ակտիվ մեկնարկ Ալաշկերտից դեռ հաշված վայրկյաններ առաջ ավելի նպաստավոր դիրքից Կարեն Նալբանդյանը չգրավեց մրցակցի դարպասը փոխարենը Ֆարայոլան ասում է իր խոսքը բարդ դիրքից գեղեցիկ տպավորիչ արվածով շաշվեց կենտրոն այդ դարպասի ուղղությամբ գնահատեց մրցակցի դերի դիրքը անմիջապես այսպիսի անկասելի մարմաց կատարեց Փորձում էր Նարեկ Հովանիսյանը ներտ աշխատել կարող էր այդ դերվագում մի փոքր նահանջել օգնել եզրային պաշտպաններին, բայց ամեն դեպքում Ֆարայոլայի վարպետությունը այս դերվագում առաջնային էր ու հենց սա պատահական չէ, որ Վահե Գևորգյանը Ֆարայոլային է վստահել մեկնարկային րոպեներից այս ակրկիր փոփոխություն ընդհանուր Ալաշկերտի դասավորությունը ավանդաբար կարող ենք 4-2-3-1 ձևաչափով դիտարկել եզրային պաշտպանների դիրքում Հակոբ Հակոբյան, Դավիթ Տերտերյան կենտրոնում Յարոսլավ Մատյուխին եւ Սեզար երկու կենտրոնական կիսապաշտպաններ Էդգար Փիլոյան, Ռաֆայել Ժեզուս մի փոքր արջևից ենթահարձակվողի դիրքում Կարեն Նալբանդյան, եզրերում Ֆարայոլա եւ Մասումո եւ կենտրոնական հարձակվողի դիրքում Մոմոտուրե, բայց իհարկե այստեղ էլ թե Ֆարայոլան, թե Մասումոն եւ ինչու ոչ նաեւ նախորդ մրցաշրջանում Ալաշկերտի գլխավոր ռմբարկուն, որ հիմա գնդակով է Կարեն Նալբանդյանը տարբեր դիրքերում կարող են հայտնվել։ Մնում է Ալաշկերտը մրցակցի կիսադաշտում, փորձում են ԲԿՄ-ի ֆուտբոլիստները մի փոքր գցել մեկնարկային տեմպը, բավական լուրջ ճնշում է գործադրում
Ալաշկերտը նշեմ նաև հանդիպան մրցավարներին։ Հանդիպումը սպասարկում է Սարգիս Խաչատրյանը, նրա օգնականները Խաչատուր Հովակիմյանն ու Արմեն Խաչատրյանն են, 4-րդ պաշտոնյան Նարեկ Հակոբյանն է, վառի մրցավարներ Շենրիկ Նալբանդյան եւ Մեսրոպ Ղազարյան, խաղի տեսուչը Արշակ Կնյազյանն է, իսկ հանդիպան պատվիրակը Լևոն Վարդապետյան։ Այսքանը պաշտոնական մասից, հանդիպան ընթացքին էլ ձեզ օգնում Արագ գոլը իհարկե Ալաշկերտին վստահություն կտա, բայց մյուս տեսանկյունից էլ ԲԿՄ-ն պետք է ցույց տա հարձակման ներուժը։ Նախորդ խաղում Շիրակը պահերով գերազանցեց թե հարվածների քանակով եւ թե արչեւի գծում ակտիվությամբ ԲԿՄ-ին, բայց պաշտպանությունը